CEO-ին, խնդրեմ։ Շնորհակալություն լավ խոսքերի համար, հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, հարգելի մեզ ուղիղ հեռարձակում հետևող ունկնդիրներ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու եւ այդ պատրաստակամության համար, այսօրվա մեր մամուլ ասուլիսը լուսաբանելու համար։ Ասուլիսի ընթացքում կներկայացնեմ արկայի դերը վճարաշփերքային համակարգում, արկայի ռազմավարությունը, որը որ մշակվել է անցած տարի եւ հաստատվել է արկայի բաժնետերերի կողմից։ Կներկայացնեմ նաև արկա համակարգի հասանելիության վերաբերյալ ցուցանիշներ 2025 եւ 2026 թվականի 6 ամիսների տվյալներով եւ մեր ծառայությունների վերաբերյալ կանձնված հաշվետվությունը, ինչպես նաև մեր ռազմավարական նախագծերը, առաջիկա պլանները եւ զարգացումների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը։ Հաշվի առնելով, որ այս ֆորմատով իրականում առաջին անգամ ենք իրականացնում հաղորդակցումը, հուսամ բաց հարցեր չենք թողնի եւ այս ֆորմատը, այս ձևաչափը մենք պլանավորում ենք առնվազն տարին մեկ անգամ այս հաղորդակցումը ապահովել եւ այս հաղորդակցման մեջ ձեր դերը շատ մեծ է, որտեղ այս հաղորդակցման հիմնական ուղիները ձեր միջոցով ենք իրականացնելու եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Կարճ ներկայացնեմ, թե այսօր արկան ինչով է զբաղված, ինչ է իրականացնում։ Արկան 2000 թվականին ստացել է Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա վճարային փաստաթղթերի պրոցեսինգի իրականացման եւ ունի արդեն իսկ գրանցված 2 հայաստանյան վճարաշփերքային համակարգեր։ Առաջինը դա արկա պրոցեսինգային համակարգն է, որը իր մեջ ներառում է 2 բաղադրիչ։ Առաջի բաղադրիչը դա արկա քարտային համակարգն է, ինչպես միջազգային ձեզ հայտնի Visa, Master, UnionPay շինական համակարգերն են, նմանատիպ համակարգ նաև արկան ունի, ինքը բացառիկ մենք այն երկրներից ենք, որ ունենք սեփական ազգային քարտային համակարգ։ Երկրորդը դա պրոցեսինգային բաղադրիչն է, որը իրենից ինչ է ենթադրում, բոլոր մեր անդամ բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացված վճարումները, փոխանցումները եւ կանխիկացումները թե ՀՀ տարածքում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս բոլոր պրոցեսինգի հավաստագրումները իրականացվում են Armenian Card-ի արկայի միջոցով։ Եվ մեր անդամ բանկերի կողմից սպասարկվող ֆիզիկական պոստտերմինալները եւ վիրտուալ պոստտերմինալներն ու բանկոմատները ամբողջությամբ էլի սպասարկում այդ գործարքների հավաստագրումները իրականացվում մեր համակարգի միջոցով։ Մյուս կտորը, մյուս հայաստանյան վճարաշփերքային համակարգը, որի մասին ուզում եմ ներկայացնել, դա նոր համակարգ է, 2024 թվականին են գործարկել, դա կոչվում է ArcaPay ակնթարթային վճարումների եւ փոխանցումների համակարգ։ Այս համակարգի տրամաբանությունը կայանում է նրանում, որ այստեղ բոլոր վճարումները, փոխանցումները եւ որ գործառույթները իրականացվում ոչ թե քարտերով, այլ բանկային հաշիվներով։ Արդեն 2024 թվականին գործարկել ենք ֆիզիկական անձանց մինչև ակնթարթային փոխանցումների համակարգը։ Այս ամենի մասին ավելի մանրամասն թվերով հաջորդիվ ես պրեզենտացիայով կներկայացնեմ եւ արդեն անցած տարի 25 թվականին գործարկել ենք ArcaPay համակարգի ներքո ArcaQR միասնական համակարգը, որին արդեն անդամակցում են 8 ֆինանսական կազմակերպություններ։ Դրանց վերաբերյալ արդեն լրացուցիչ ծավալների մասով եւ քանակների մասով եւս լրացուցիչ կներկայացվի։ Հիմա ուզում եմ անդրադառնալ կարճ մեր ռազմավարությանը, որը որ ինչպես նշեցի, մենք հաստատել ենք մեր բաժնետերի ժողովի կողմից։ Ուզում եմ ներկայացնել մեր ընկերության տեսլականը, դա լինել հուսալի եւ նորարար ազգային վճարային համակարգ։ Այստեղ ամեն բառ իրականում խորը իմաստուն ունի, այստեղ ուղղակի բառեր չեն, այստեղ հուսալի ասելով մենք նկատի ունենք այն մեր համակարգի անվտանգությունն ու անընդհատությունը, ինչը որ առաջնահերթություն է ընկերությունում։ Անընդհատություն ասելով մենք մեր համար որպես շեմ սահմանել ենք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է ձգտենք, որ համակարգային հասանելիություն լինի 99.982%, դա մոտ տարեկան 1.6 ժամ անհասանելիություն է իրենից ենթադրում, դա լավագույն ցուցանիշն է, որը որ այդպես տերմին կա, Tier 3 ցուցանիշն է, որին որ ձգտում ենք, առաջիկայում կներկայացնեմ, թե մեր ցուցանիշները որտեղ է։ Եվ մյուս բաղադրիչը հուսալիության տակ դա անվտանգությունն է, որի մասով մեր համար նույնպես առաջնահերթություն է եւ թե տեղեկատվական եւ թե կիբերանվտանգության մասով ընկերությունը բազմաթիվ գործիքակազմեր է ներդնում, թե մարդկանց կրթվածությունն է բարձրանում եւ ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր տարի, քանի որ մենք քարտային տվյալների հետ ենք առնչվում, յուրաքանչյուր տարի ընկերությունը անցնում է
տենց է կոչվում PCI DSS certification, դա միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից գալիս են եւ ընկերության բոլոր գործառույթներով իրականացնում են ստուգումներ եւ վերջում տրամադրում են լիցենզը, որը որ մեր կայքում արդեն սկսել ենք հրապարակում ենք տեսանելիա բոլորին։ Մյուսը նորարար բառը ինչի նկատի ունենք, որ այստեղ նկատի չունենք միջազգային պրակտիկայում գործող ինչ-որ նորարարական լուծումներ, ուղղակի վերցնենք, բերենք Հայաստան տեղայնացնենք, այլ նորարարությունը պետք է ծնվի ընկերությունից, ընկերության ներսում, արդեն ինչպես նշեցին մեր խորհրդի նախագահ եւ խորհրդի անդամը, կառուցվածքում արդեն իսկ իրականացված են փոփոխություններ, ստորաբաժանումներ են ստեղծված, որոնք որ զբաղված են նորարարությամբ եւ արդեն իսկ որոշ ծառայություններ մենք տրամադրել ենք մեր բանկերին, որոնք արդեն բանկերի միջոցով հասանելի են դառնում մեր քաղաքացիներին եւ քարտապաններին։ Մյուսը արդեն ազգային վճարային համակարգն է, այստեղ կարևոր մի դիտարկում ուզում եմ անել։ Իրականում ազգային վճարային համակարգ մենք չենք նշել ու չենք ուզում, որ օրենսդրական ինչ-որ փոփոխություն լինի եւ արկային Armenian Card-ին տրվի ազգային կարգավիճակ, այլ ընկերությունը իր աշխատանքով պետք է վաստակի այդ ազգային կարգավիճակը ոչ մի օրենսդրական փոփոխություն չլինելով, դա պետք է վստահության բարձր արդյունք ունենանք, թե մեր համակարգի անընդհատությունը պետք է ել ավելի բարձր լինի ու ես կարծում եմ, որ թիմը օր ու գիշեր աշխատելու արդյունքում մենք այս ազգային կարգավիճակը կստանանք։ Մյուս ուզում եմ խոսել մեր առաքելությունից, ինչ որ առանձնացրել ենք, ներկայացնում 3 են հիմնական կետերը, որ մենք նշել ենք, ապահովել համակարգի անվտանգությունը եւ անընդհատությունը։ Ինչպես նշեցի, ստեղ անվտանգության եւ անընդհատության մասով սրանք մեր հիմնական առաջնահերթություններն են ու թիմը օր ու գիշեր սրան է լծված, թե համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման բարձրացման մասով եւ թե անընդհատության մասով, թողունակության բարձրացման մասով ու սրա վառ օրինակներից մեկը նա է, որ 2025 եւ 2024 թվականների որ համեմատականը իրականացնում ենք, 2025 թվականին պլանային աշխատանքները կրկնակի անգամ ավելի շատ ենք իրականացնել մեր համակարգի վրա, ինչի արդյունքում անհասանելիությունը 4 անգամ ել ավելի քիչ է եղել։ Սա վկայում է նրա մասին, թե մեր թիմի աշխատանքի, թե գործընթացների օպտիմիզացման, թե ավելի լավ նախապես պլանավորվելու այդ միջոցառումներն իրականացնելու։ Մյուսը ապահովել ՀՀ վճարային շուկայի սուվերենությունը, այստեղ կուզեմ 2 բաղադրիչ առանձնացնել, որ մենք պետք է ունենանք մեր սեփական վճարային գործիքները, որոնցից մեկը հենց արկա քարտերն են, մյուսը մեր արկա-Pay համակարգն է, որի բաղադրիչներով արդեն լրացուցիչ այդ ծառայություններով տրամադրելու ենք մեր անդամ մասնակիցներին։ Մյուսը, որ մեր ծրագրային լուծումները ամբողջությամբ մշակվում են մեր թիմի ներսում, ելի կառուցվածքում տեղի ունեցել փոփոխություններ եւ այսուհետ արդեն կլինի մոտ 1.5 տարի ամբողջությամբ լուծումները մշակվում են թիմի ներսում մեր միջոցով, այսինքն չի պատվիրակվում ամբողջությամբ source կոդերով ամբողջությամբ ընկերության ներսում է դիրապետվում։ Երրորդ առաքելությունը դա ապահովել ՀՀ վճարային շուկայի փոխգործելիությունը եւ սիներգիան։ Այստեղ ուզում եմ առանձնացնել այն հիմնական միտքը, որ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր վճարաշփեկային ծառայություններ մատուցող ֆինանսական կազմակերպությունների միջև փոխգործելիությունը ապահովում է Armenian Card-ի միջոցով, շարունակելու ապահովել, ել ավելի ամրապնդելով իր անվտանգությունը եւ անընդհատության մակարդակը, եւ մյուս կտորը դա միջազգային համակարգերի դեպի Հայաստան մուտք գործելու հատվածն է, որ ելի փոխգործելիությունը ապահովելու Armenian Card-ի միջոցով, որի մասով արդեն իսկ աշխատանքները ավարտական փուլում են որոշ process-ներով, հաջորդիվ ես եւ Ռուբենը կներկայացնենք, թե որ երկրների հետ ինչ արդեն հաջողություններ ենք առաջիկայում գրանցելու։ Մյուս սլայդով ուզում եմ ներկայացնել մեր ռազմավարությամբ նշված այն արժեքները, որի մասին ցանկանում եմ նշել, հուսալիություն, նորարարություն եւ թափանցիկություն։ Մենք նույնիսկ այս հաղորդակցումը, ինչ որ մենք հիմա իրականացնում ենք, սա հենց դրա մասին է վկայում, որ այսուհետ մենք թափանցիկ եւ բաց այն մեր ցուցանիշների մասին, ինչ վերաբերում է այդ հասանելիության մասին, բաց խոսալու ենք, թվերը ներկայացնելու ենք, անցած տարվանից որդեգրել ենք այս ամենը ներկայացնել թե մեր բաժնետերին, թե մեր խորհրդին ու թիմը ամբողջությամբ առաջորդում է այս արժեքներով, ել ավելի ամրապնդելով իր գիտելիքները ապագա մարտահրավերներին դիմակայելու համար։ Հիմա ուզում եմ ներկայացնել արդեն մեր համակարգի հասանելիության վերաբերյալ ցուցանիշները։ Սկզբից ուզում եմ ներկայացնել 2025 թվականի հասանելիության վերաբերյալ ցուցանիշները։
2025 թվականին համակարգի հասանելիությունը պատահարները ներառյալ եղել է 99.797% հասանելիություն, անհասանելիությունը մոտավորապես կազմել է մոտ 17 ժամ այդ 2025 թվականի ամբողջ ընթացքում, գաղտնիք չի, մենք դրա մասին խոսել ենք եւ հրապարակային մեր սոցիալական հարթակներում ենք նշել, թվով մոտ 4 պատահար ունեցել ենք մեծ, դրանք մասով մեր դասերը քաղել ենք եւ գիտենք բոլոր կանխարգելված են այդ պատահարները ու ամբողջությամբ թիմը լծված է այնպիսի աշխատանքներ իրականացնելու, որպեսզի հնարավորինս չեզոքացվեն եւ տեղի ունենալու պարագայում հնարավորինս արագ վերականգնեն բոլոր այդ պատահարները։ Ինչ վերաբերում է արդեն 2026 թվականի հասանելիությանը, ինչպես տեսնում եք 2026 թվականին հասանելիությունը կազմում է 99.999% պատահարներով, այսինքն 6 րոպե է եղել ընդամենը 6 ամիսների ընթացքում անհասանելիությունը, 6 րոպեն էլ դա մեր պլանային աշխատանքների ժամանակ համակարգի վերագործարկման, այսինքն այդ ռեստարտի միլիվայրկյանների հանրագումարն է, որ 6 ամսվա ընթացքում 6 րոպե է։ Իսկ արդեն ընդհանուր որ գրել ենք 99.991%, դա պլանային աշխատանքները ներառված են, որը ընդհանուր 6 ամսվա տվյալով 49 րոպե է եղել անհասանելիությունը։ Սրանք այն թվերն են, որ ուզում էի ձեզ ներկայացնել, սրա մասով մենք առնվազն տարին մեկ անգամ ամփոփելու ենք եւ ներկայացնելու ենք բաց, սա այն կարևոր բաղադրիչն է ու այն աշխատանքների արդյունքն է, որը որ տեսանելի է, թե թիմը օր ու գիշեր իր կատարած աշխատանքների արդյունքում ինչ ցուցանիշ ենք ունենում մենք։ Հաջորդիվ կներկայացնեմ մեր արդեն արկաքարտային համակարգի QR վճարումների 2% հետվճարի արկաքարտերի մասով եւ արկափեի ակնթարթային փոխանցումների մասով ցուցանիշներ։ Ուզում եմ այստեղ այն հիմնական զարգացումների մասով առանձնացրել ենք, որպեսզի տեսանելի լինի, թե համակարգի շրջանառությունը շարունակաբար աճում է։ Համակարգի շրջանառության աճին զուգահեռ աճում են վճարային քարտերի եւ սպասարկման կետերի քանակները։ Անկախնիկ գործակների տեսակարար կշիռը շարունակում է աճել Հայաստանի Հանրապետությունում եւ համակարգի քարտերով, այստեղ հետաքրքիր տվյալ կար, դրա համար առանձնացրել ենք, համակարգի քարտերով արտերկրում իրականացված գործակների տեսակարար կշիռն արդեն 4 տարին ինքը անփոփոխ է մնում 9% շեմ ունի, սրա մասով առանձին հետաքրքիր պրեզենտացիա ունենք, էջ ունենք, խոսենք սրա մասին։ Հաջորդ սլայդով ներկայացված է 2025 եւ նախորդող 4 տարիների ընթացքում համակարգի միջոցով իրականացված գործարքների ծավալը եւ քանակը 25 թվականին այդ ծավալը կազմել է 18 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակները 1 միլիարդ հատ գործարք, այստեղ հետաքրքիր ցուցանիշ կա, այս 1 միլիարդը հիշեք, մի քանի սլայդ հետո մենք խոսել ենք սրանք ֆինանսական գործարքների մասին է խոսքը գնում։ Մի քանի սլայդ հետո խոսենք, թե ընկերությունը բացի ֆինանսական գործարքից էլի հարցումներ է մշակում, որի ծավալները թվերի մասով, քանակների մասով ընթացքում արկա համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների դինամիկան, այսինքն կանխիկացման եւ վճարման այդ հարաբերակցությունը, ինչպես տեսնում եք 22 եւ 23-24 թվականներին քարտերից հիմնականում գերակշռ մասը եղել է կանխիկացման գործարքները, քան թե վճարումները, արդեն 25 թվականին հարաբերակցությունը փոխվել է 49% կանխիկացում է իրականացում ծավալային մասով, 51% վճարումներ են իրականացում, իսկ քանակների մասով, ինչպես տեսնում եք, ինքը միշտ ավելի շատ է եղել վճարումների կտորը, քան կանխիկացումների կտորը։ Մյուս կարևոր եւ հետաքրքիր սլայդը, որ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, այստեղ առանձնացրել ենք 4 առանձին գործառնություն եւ նախորդող 4 տարիների միջին գործարքի մեծությունը։ Ներկայացնում 25 թվականը, մնացած թվականներին արդեն տեսանելի է ձեզ համար։ Ֆիզիկական պոսերով կատարվող գործարքների միջին գործարքը 2025 թվականին կազմել է 5200 դրամ։ Ինչպես տեսնում եք, քանի որ անկանխիկն էլ գործարքները շատանում են, արդեն առօրյա գնումները էլ ավելի են անկանխիկ իրականացում, դրա արդյունքում արդեն այս թիվը փոքրանում է, միջին գործարքը դարձել է 5200 դրամ։ Էլեկտրոնային վճարումների մասով 8300 դրամ է միջին գործարքի մեծությունը, կանխիկացումներում տեսնում ենք բանկոմատից կանխիկացումները 64200 դրամ է, իսկ արդեն կանխիկացված
պոստտերմինալներում, որոնք տեղադրված են բացառապես բանկերի մասնաճյուղերում, կազմում 617,000 դրամ։ Մյուս սլայդով ներկայացրել ենք մեր համակարգում գրանցված քարտերի բաշխվածությունը ըստ վճարային համակարգերի։ Տեսնում եք, որ առաջի տեղում 54% կազմում վիզա քարտերը, 25 թվականի վերջի դրությամբ են ըստ թվերի ու կշիռներով ներկայացված։ Արկան 23%, Mastercard-ը 19% եւ 4% այլ քարտերն են, այստեղ Amex, Diners Club, Union Pay չինական այդ քարտերն են, որը որ այլի տակ ենք ներկայացրել, ընդհանուր կազմում է կշիռը 4%։ Ներքևը արդեն ներքևի գծապատկերով ներկայացված է, թե ընդհանուր քարտերի քանակներն ինչքան են ըստ եռամսյակների, 25 թվականի վերջի դրությամբ ընդհանուր թողարկված քարտերը 4.5 միլիոն հատ են, բայց ակտիվ վերջի գործակցներ իրականացնող քարտերը կազմում են 2.7 միլիոն հատ, ուստեղ ներկայացված է հետաքրքիր դինամիկան, որը ձեզ պատկերավորում է, թե ինչպես են աճում թե քարտերի քանակները, թե արդեն գործակցների քանակները։ Կանաչ սյունակով ներկայացված են գործակցների քանակները։ Մյուսը, որ կարծում ենք հետաքրքրի հանրությանը, թե թողարկված քարտերով գործակցները ինչ ընթերցման եղանակով են հիմնականում կշիռները լինում։ Փորձել ենք այս սլայդները պատրաստել նենց այնպիսի բառեր օգտագործել, որ ավելի հասկանալի եւ ավելի հետաքրքիր լինենք հանրության համար։ Ուրեմն այստեղ առանձնացրել ենք 4 առանձնացված գործարքի տեսակներ, դա առաջինը կոնտակտլեսն է, այսինքն անհապում քարտային վճարումներն է։ Երկրորդը դա էլեկտրոնային վճարումներն է, կցագրումները վեբ կայքերին եւ այլ հարթակներին։ Երրորդը դա չիպով գործարքներն է, քարտի չիպով։ Եվ չորրորդը դա մագնիսական ժապավենով գործարքներն է։ Այստեղ ուզում եմ նշեմ նաեւ, որ հուլիսի 1-ից իրականում արկա մագնիսական ժապավենով քարտերի սպասարկումը դադարեցրել ենք, բացառապես արկաները թողարկվում են չիպով ու սպասարկումը լինում է միայն չիպով, սա անվտանգությունից ելնելով է ու արդեն համակարգում մագնիսական արկա քարտեր էլ չեն լինում, միայն կլինեն նվեր քարտերի մասով, այն էլ իրանք տենց մեկ անգամյա քարտեր են, այդտեղ խնդիր չկա։ Ու այստեղ կարևոր մի կետ, որ ուզում առանձնացնեմ ներքևի հատվածում, ինչպես տեսնում եք, անհապում վճարումների մասով այստեղ առանձնացրել ենք երկու կտորի, թե ինչքան անհապումից լինում ֆիզիկապես քարտով վճարումը, երբ որ քարտը մոտեցնում են պոստտերմինալ եւ ինչքան է լինում տոկենով, այսինքն Google Pay-ով կամ Apple Pay-ով վճարումները։ Ինչպես տեսնում եք, 31% ծավալային մասով լինում է թոքեններով, այսինքն Apple Pay, Google Pay-ով, այդ անհապում վճարումներից 69%-ը լինում է ուղիղ արդեն ֆիզիկական քարտով։ Մյուս սլայդով ներկայացրել ենք ընդհանուր թողարկված մեր անդամ բանկերի թողարկված քարտերի աշխարհագրությունը, ընդհանուր ծավալային մասով 90.6%-ը գործակցների տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, իսկ 94%-ը տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, այդ 25 թվականին, ինչպես տեսնում եք, դինամիկան արդեն պատկերավոր ներկայացված է։ Մյուս սլայդով այստեղ հետաքրքիր է, թե հիմնականում ՀՀ-ից դուրս իրականացվող գործակները տարանջատել են երկու կտորի, էլեկտրոնային գործակներ, երբ որ էլեկտրոնային հարթակներով են տեղի ունենում, եւ ֆիզիկապես արդեն, որ մեր տեղական թողարկած քարտերը Հայաստանի Հանրապետությունից դուրս ֆիզիկապես գործարք է կատարվում։ Էլեկտրոնային գործակների մասով առաջի տեղում երկրներով տենց բաշխում ենք իրականացրել Իռլանդիանը, երկրորդը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, մյուսը Մեծ Բրիտանիան է, հիմնական top 3 երկրները, երբ որ on-line վճարումների մասին ենք խոսում։ Իսկ ֆիզիկապես կատարված գործարքների մասով առաջին 3 տեղերն են Արաբական Միացյալ Էմիրությունները, Իտալիան եւ Ֆրանսիան, որտեղ 3 երկրների, երբ որ on-line վճարումների մասին ենք խոսում։ Իսկ ֆիզիկապես կատարված գործարքների մասով առաջին 3 տեղերն են Արաբական Միացյալ Էմիրությունները, Իտալիան եւ Ֆրանսիան, որտեղ մեր քաղաքացիներն ավելի շատ են ընդդրում։ Իռլանդիան ինչի ասենց մեծ, հիմնականում այս կայքերն են, հիմնականում Facebook, մնացած տեղերը այդ գովազդային վճարումներն է, դրա համար ինքը տենց առաջի հայացքից ինչի Իռլանդիա, հիմնական Իռլանդիան տենց բոլոր այդ ընկերությունները գրանցված են Իռլանդիայում, դրա համար Իռլանդիայի բաղադրիչը տենց մեծ է։ Մյուսը ամենասկզբում առաջի սլայդով նշեցի, հիշենք այդ 1 միլիարդ մոտ 1 միլիարդ գործակները, որ մշակվել են ընկերության կողմից ֆինանսական, այստեղ ներկայացրել ենք, թե յուրաքանչյուր տարի ընկերությունը ֆինանսական եւ ոչ ֆինանսական ինչ ծավալի, ինչ քանակի գործակներ է մշակել։ Ինչպես տեսնում եք, 25 թվականին 1.2 միլիարդ ֆինանսական գործարք ենք մշակել, իսկ 3.3 միլիարդ ոչ ֆինանսական գործարք ենք մշակել։ Այստեղ ուզում ներկայացնել մի օրինակով, որ ձեր համար հասկանալի լինի, երբ որ
բանկի բջջային հավելվածը բացում եք եւ ձեր քարտերը այնտեղ գծագրված են, այդ ամեն բացելուց ամեն մի հատ թարմացում իրականացնելուց, օրինակ եթե 5 քարտ կցագրված բջջային հավելվածում, ամեն մի հատ թարմացման ժամանակ 5 հարցում գալիս է Armenian Card ընկերություն, մշակում է եւ միանգամից բալանսները ձեր մոտ թարմացվում են, այդ ամեն մեկը ինքը նորմալ մեր համար հարցում է, որը մշակում ենք եւ հետ ենք վերադարձնում հավելվածի միջոցով արդեն մեր քարտապաններին։ Ուզում ասեմ, այս թվերը դրանց մասին եմ վկայում, տեսնում եք ծավալները ինչքան են ու ինչ աճման դինամիկա կա նախորդ տարիների նկատմամբ։ Մյուս սլայդով ուզում եմ ներկայացնել արդեն ինչպես նշեցի մեր երկրորդ համակարգը, որ ունենք հայաստանյան, դա Arca-Pay համակարգն է, որը որ գործարկել ենք 24 թվականի աշնանը։ Ինչպես տեսնում եք, արդեն այստեղ նշեմ, որ ունենք անդամներ արդեն 12 բանկ անդամակցում Arca-Pay համակարգին, այսինքն 12 բանկի հաճախորդներ կարողանում են իրար միջև փոխանցումներ իրականացնել ակնթարթային 24/7 ռեժիմով եւ այս փոխանցումները Հայաստանի Հանրապետությունում անվճար են, սպառողներից ոչ մի սակագին չի գանձվում ու ինչպես տեսնում եք ամեն ամիս նախորդ ամսվա նկատմամբ մոտավորապես 20%-ով ծավալային աճ ունենք, հունիսի վերջի դրությամբ արդեն մոտ 3.7 միլիարդ դրամի փոխանցումներ է իրականացվում Arca-Pay համակարգով։ Բացի 12 բանկից մոռացա նշեմ նաև արդեն մեկ վճարահաշվարկային կազմակերպություն նույնպես անդամակցում է սրան, մնացածը ընթացքի մեջ են տեստավորման եւ տարբեր փուլերում են գտնվում։ Այստեղ մյուս սլայդով ներկայացրել ենք Arca-Pay-ի հիմնական օգտատերերի քանակները, թե ամեն ամիս յունիկ քանի օգտատեր է ավելանում, ինչպես տեսնում եք, մոտ միջինը 2500 յունիկ օգտատեր յուրաքանչյուր ամիս ավելանում է այս համակարգում, ու սա դառնում է մեր քաղաքացիների սիրելի գործիքներից մեկը, որտեղ ինքը բացառիկ է, արագ է, հուսալի է ու խորհուրդ եմ տալիս բոլորին օգտվել, տեսնել ինչ հարմարավետ գործիք ենք ներդրել շուկայում։ Սրան զարգացման մասով վերջում խոսանք Arca-Pay-ի ինչ լրացուցիչ զարգացումներ է սպասվում մեր շուկային։ Մյուսը Arca-Pay-ի մյուս բաղադրիչն է, Arca QR-ն է, միասնական QR համակարգն է, որը որ գործարկել ենք անցյալ տարի, արդեն իսկ անդամակցում են 8 բանկեր այս համակարգին։ Ընդհանուր Հայաստանի Հանրապետությունում արդեն 21632 տնտեսական բացառապես բանկային հաշիվներով, այստեղ քարտերով վճարումների մասին չի խոսքը, եւ մեր համակարգը ներդրել ենք այդտեղ բացառապես դինամիկա QR ձևավորում հենց post terminal-ի վրա ձևավորումը մեր Հայաստանի Հանրապետությունում թե քանի հատ գյուղերում է տեղադրված, քանի հատ մարզային քաղաքներում եւ քանի հատ Երևան քաղաքում։ Երևան քաղաքում արդեն 15496 տնտեսվարողների մոտ է տեղադրված, գյուղերում մոտ 4793 հատ եւ մարզային քաղաքներում 8530 հատ։ Այս թվերը անընդհատ աճում են։ Մենք այս թվերը վերցրել ենք հունիսի վերջի օրվա դրությամբ ու անընդհատ անդամներ ապահովված է եւ առաջիկայում արդեն կարողանան թե մեր համակարգի անդամների հաճախորդները վճարել այլ համակարգի QR-ի միջոցով եւ հակառակը։ Այստեղ ներկայացրել ենք այս սլայդով հետաքրքիր տվյալներ, կարծում եմ կհետաքրքրեր, կապույտ գծով երևում է այն post terminal-ները, ֆիզիկական post terminal-ները, որտեղ որ սպասարկվում է մեր համակարգը, իսկ կանաչ գծով երևում է արդեն թե քանիսում է QR-ը արդեն ակտիվացված եւ աշխատում է փաստացի։ Մյուս կարևոր հատվածը, որ ուզում եմ անդրադառնալ, դա հետվճարի նախագիծն է, որը մեկնարկել ենք հունվարի 1-ից 2026 թվականի կառավարության հետ համատեղ։ Այս մասով մենք իրականում հունվարի 15-ին մամլոասուլիս հրավիրել ենք եւ հնարավորինս բոլոր հուզող եւ անհանգստացնող հարցերին պատասխանել ենք, բայց եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այս հետվճարի նախագիծը տրամադրում բացառապես Arca քարտերով կատարված վճարումների դիմաց եւ Arca Cobage քարտերով վճարումների դիմաց։ Այս պահին փաստացի չունենք Arca Cobage քարտեր, բայց ունենք առաջիկայում պլանավորված, որ Arca Union Pay քարտերի արդեն շուկա մուտք կգործեն մոտավորապես 1 կամ 2 ամսվա ընթացքում, ամենաշատը, մնացած համակարգերի հետ այս պահին տեղի ունենում բանակցություններ։ Ուզում թվերը ներկայացնել, թե մենք ինչ ենք կանխատեսել ըստ ամիսների ու փաստացի 5 ամիսների տվյալներով
հետվճարի նախագծի շրջանակներում ինչքան գումար է վերադարձվել մեր առկա քարտապաններին, ինչպես տեսնում եք կապույտ գծով դա մեր կանխատեսումն է, թե ամեն ամիս 2% ինչքան պետք է վերադարձ տեղի ունենար, իսկ կանաչով դա արդեն փաստացի տրամադրվածն է, ինչպես տեսնում եք մեր կանխատեսումներն ու փաստացին տենց իրար շատ մոտ են ու արդեն 5 ամսվա տվյալներով մոտ 1.6 միլիարդ դրամի հետվճար է տրամադրվել, գալուց առաջ թվերն էինք թարմացնում, դրա համար այդտեղ թարմացրած չի, հունիսն էլ ներառյալ իրականում արդեն 21 միլիարդ դրամ է ու հունիսը մայիսի նկատմամբ արդեն 23-24 հազար հատ քարտապանով արդեն ավելացրել է հետվճար ստացողների մասով։ Ստեղ էլ է հետաքրքիր տեղեկատվություն ներկայացված, թե փաստացի առկա քարտերի քանակները ըստ ամիսների ինչքան է, այստեղ վերջի տվյալը մայիսի վերջով է, 1 միլիոն հատ քարտ, որին հետվճարի նախագծին մասնակցում է 946 հազար առկա քարտ, իսկ փաստացի 414 հազար քարտապաններ ստացել են մայիսի վերջով հետվճար։ Այդ 1.6 միլիարդը մայիսի վերջով, որ ասին, ընդհանուր 414 հազար քարտապաններին էր տրամադրվել։ Այս հիմնականում այն ցուցանիշներ, որոնց մասին ուզում եի խոսել, ներկայացնել, ինչ վերաբերում է նախագծերին, կուզեմ մի քանի նախագծերի մասին իրականում խոսեմ եւ Ռուբենը մեր զարգացման տնօրենը կօգնի ել ավելի մանրամասն ներկայացնելու համար։ Սկզբից կուզեմ խոսեմ քարտային մեր առկա քարտերի զարգացման մասով, ինչ ենք նախատեսել, ինչ ենք արդեն նախագծել եւ իրականացնում։ Առկա քարտերի մասով մենք արդեն նախագծել ենք եւ արդեն նախագիծը մեկնարկած է առկա քարտերի թվային չիպի փոփոխություն, որից հետո արդեն առկա քարտերը հնարավոր կլինի գցել Google Pay եւ Apple Pay պլատֆորմաներում, այդ քարտերի մասով, որ ուզում եի շեշտադրում եմ, ել ավելի մանրամասն Ռուբենը ավարտեմ կավելացնի։ Մյուսը առկա Pay-ի մասով եմ ուզում նշել, դա միջազգային մեր հեղինակավոր ազգային համակարգերի հետ ինտեգրացիաներն է։ Մենք մի քանի անգամ հրապարակումներ իրականացնել ենք, ուզում եմ նշել, որ արդեն իսկ ավարտում ենք Հնդկաստանի ազգային համակարգերի հետ ինտեգրացիան, որից հետո Հայաստանից դեպի Հնդկաստան առկա Pay-ով ակնթարթային հաշիվների միջև փոխանցումները իրականացվեն եւ ամենակարևորը արդեն տեղական շուկայի համար առկա Pay-ի մենք արդեն գործարկել ենք, արդեն տվել ենք բանկերի հետ ինտեգրացիայի փուլում ենք, դա B2B-ն է եւ P2P-ն է, այսինքն ֆիզիկական անձանցից դեպի իրավաբանական անձին եւ իրավաբանական անձանց միջև էլի ակնթարթային փոխանցումների համակարգն է, որը էլի տեղի ունենալու 24 ռեժիմով եւ ակնթարթային։ Այս են հիմնական կետերներ, որոնց մասին նախագծերի մասով ուզում եի շեշտել, ավելացնելու համար կխնդրեմ Ռուբենը ավելացնի։ Բարև ձեզ, ինչ վերաբերում է առկա քարտերին, ինչպես Վարդանը ասեց, մենք արդեն